Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, 168 TV եթերում ռևյուի հերթական թողարկումն է։ Մենք շարունակում ենք քննարկել եւ վերլուծել Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները եւ Հայաստանի շուրջ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումները եւ դրանց հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա, հատկապես Հայաստանի Հանրապետության անվտանգության միջավայրի վրա։ Թեմայի շուրջ տաղավարում կզրուցենք քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Բադալյան։ Ինչ եք կարծում, պարոն Բադալյան, Հայաստանի իր ներքին կյանքի ներկայիս դինամիկայով, այն էլ ընտրություններին ընդառաջ դեպի ուր է շարժվում, եթե փորձենք պատկերավոր նկարագրել քաղաքական իրականությունը կամ ընդհակառակ աշխարհաքաղաքական փոփոխությունները որ ուղղությամբ կարող են տանել Հայաստան, այս երկու տարբերակներից որն է ավելի հավանական։ Այս հարցից սկսենք։ Եթե Հայաստանի շարժման ուղղությունը գնահատենք ըստ պետական քաղաքականության, ապա տեսնում ենք, որ այդ շարժումը դեպի Ադրբեջանի ռազմավարական նարատիվներն է, այսինքն այն նշաձողերը, որ սահմանել է Ադրբեջանը, Հայաստանը պետական քաղաքականությամբ շարժվում է դեպի այդ նշաձողերը։ Եվ նաև իհարկե դրանից ավելի վերև կանգնած Թուրքիայի մոտեցումները։ Եթե գնահատենք մեր պետական քաղաքականությունը, եթե ընդհանրապես ներքին վիճակը, ապա այստեղ իհարկե որոշակի անհասկանալի պատկեր է ընտրությունից առաջ, որովհետև տեսնում ենք իշխանությունն իհարկե հետևողական աշխատում է իր խնդիրները լուծելու ուղղությամբ նախընտրական իմաստով, իսկ ընդդիմության դաշտում վերադասավորումների կամ ձևաչափերի փնտրտուքի ինչ որ process է եւ այդտեղ գոնե առայժմ որոշակի ինչ որ բան դեռ չկա։ Ինչ վերաբերում է Հայաստանի շուրջ իրավիճակին եւ աշխարհաքաղաքական առումով հոսանքները կամ քամիները Հայաստանին ուր կտանեն, այստեղ եւս ընդհանուր առմամբ իհարկե ավելի շատ անորոշության փուլ է, բայց կարծում եմ Հայաստանի համար վճռորոշ նշանակություն ունեցող process կլինի այն, թե ինչ կպայմանավորվեն Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը, թե Ուկրաինայի հարցում եւ թե ընդհանրապես միջազգային հարաբերությունների զարգացման հետագա տրամաբանության իմաստով։ Եվ ինչ եք կարծում Թրամփի առաջարկած 28 կետանոց եւ հետագայում փոփոխությունների ենթարկված խաղաղության ծրագիրը, որի հետ կապված երևի մեծ մասը փորձագետների թերահավատ է, դա ինչ որ արդյունք տվեց, ինչու չհաջողվեց համաձայնության գալ Միացյալ Նահանգներ, Եվրամիություն, Ուկրաինա, Ռուսաստան այս բանակցությունների արդյունքում։ Կարծես թե բավական պարզ է, թե ինչու չի հաջողվում համաձայնության գալ, որովհետև Ուկրաինայի քաղաքական ղեկավարությունը կամ պարզապես նախագահ Զելենսկին դիմադրում է եւ չի ստանձնում այդ համաձայնությունները ընդունելու պատասխանատվություն, որովհետև հասկանալի է դա կլինի կապիտուլյացիա։ Քաղաքական առնվազն իր քաղաքական ճակատագրի համար դա կլինի կապիտուլյացիա, առնվազն իր քաղաքական ճակատագրի համար։ Ուկրաինայի համար կլինի կապիտուլյացիա թե ոչ, այստեղ շատ հարաբերական է պատկերը, որովհետև հարց է առաջանում, իսկ եթե Ուկրաինան չի ընդունում այդ պայմանները, դա նշանակում է խուսափել կապիտուլյացիայից, թե գնալ կապիտուլյացիայի կամ այդ նույն պայմանների ընդունման, որը գնահատվում է կապիտուլյացիա, ավելի մեծ կորուստներով։ Այս հարցը մեղմ ասած միարժեք չէ եւ հետեւաբար երբ գնահատվում է, որ այդ համաձայնություններն ընդունելը Ուկրաինայի համար նշանակում է կապիտուլյացիա, այստեղ մյուս հարցն է առաջանում, իսկ որն է Ուկրաինայի այլընտրանքը կամ տարբերակը։ Եվ բնականաբար Ուկրաինային այս հարցում աջակցում է Եվրոպան, Եվրամիությունը կամ եվրոպական նվազագույն այդ եռյակը, Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, իհարկե այդ եռյակը ինքն էլ ռազմավարական առումով ըստիս տարբեր պատկերացումներ ունի, բայց նվազագույն այդ պատերազմը շարունակելու տեսանկյունից որպես իրենց դերակատարության կամ սուբյեկտության միջոց։ Նրանք ունեն ընդհանուր շահեր եւ առայժմ կարողանում են Զելենսկուն այն աջակցությունը ցույց տալ, որ նա դիմադրի Միացյալ Նահանգների ներկայացրած պլանին, բայց մենք տեսնում ենք նաեւ իհարկե, որ նահանգները այս շրջափուլում բավական հետեւողական է սկսել ճնշում բանեցնել Զելենսկու վրա եւ այս հանգամանքը իհարկե բարձրացնում է հավանականությունը, որ որոշակի տեսանելի ժամանակահատվածում ի վերջո Ուկրաինայի հարցում ինչ որ նոր հանգրվան, նոր հանգուցալուծում կարող է լինել։
Բայց դուք կարծում եք, որ ուկրաինական հակամարտության կարգավորումը ռուս-ուկրաինական եւ ավելի լայն իմաստով հասկանալի է, որ Ռուսաստան արևմուտք եւ Ռուսաստան Եվրամիություն եւ Միացյալ Նահանգները կարծես մի քիչ այլ քաղաքականություն է վարում, հնարավոր կարգավորումը սկիզբ կդառնա այդ նոր աշխարհակարգի ձևավորման։ Չեմ կարծում, որ Ուկրաինան առանձնապես այդպես սկզբի նշանակություն ունենալու է, որովհետեւ դեռ հասկանալի չէ այդտեղ այդ կարգավորում ասածը ինչ ամբողջություն է ունենալու։ Առավել եւս իմ գնահատմամբ Ուկրաինան ինքնաբերաբար չի շահկապվում մնացյալ առանցքային ռեգիոններում process-ների հետ եւ այս տեսանկյունից իհարկե կունենա վճռորոշ նշանակություն, բայց ուղիղ ազդեցություն այլ ռեգիոններում հարաբերությունների կարգավորման, ուժերի բալանսի ձևավորման եւ այլնի հետ կարծում եմ այդպես չի ունենա, ես չեմ կարծում օրինակ ուկրաինական հակամարտության այս կամ այն հանգուցալուծումը վճռորոշ դեր կունենա օրինակ Մերձավոր Արևելքում անվտանգության նոր ճարտարապետության կազմակերպման իմաստով, որովհետեւ դերակատարները, մոտիվները, խթանները, գործոնները եւ այլն էապես տարբերվում են։ Այս իմաստով այո նշանակալի կարող է լինել հետագա զարգացումների իմաստով, բայց ոչ վճռորոշ ուկրաինական կարգավորում ասված։ Մերձավոր Արևելքի այս քաղաքական դաշտում այդքան ակտիվություն վերջին շրջանում չենք տեսնում, եւ չենք տեսնում նախկին ակտիվությունը նույն Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի եւ այնտեղ ինչ զարգացումներ եք դուք տեսնում։ Ես կարծում եմ ակտիվություն այդուհանդերձ կա, իհարկե այդ ռազմական գործողությունների որոշակի հանդարտեցում կա, մենք տեսնում ենք, որ Գազայի պատերազմի հետ հրադադարից հետո որոշակի հանդարտ վիճակում է, բայց այդուհանդերձ Իսրայելը օրինակ շարունակում է Լիբանանի ուղղությամբ հարվածներ, նույն Գազայի ուղղությամբ հարվածները շարունակում է։ Ինֆորմացիոն ֆոնն է մի քիչ կտրվել առաջին հերթին։ Իհարկե դինամիկան եւ ծավալները նվազել են, սա եւս կա, բայց նաեւ տեսնում ենք դիվանագիտական ակտիվ շարժերը շարունակվում են։ Նույն Սիրիայի շուրջ, Գազայի հարցում ի վերջո կա խնդիրը, թե ինչպես է շարունակվելու այդ հրադադարը, երկրորդ փուլն ինչպես է լինելու։ Նախորդին օրեր առաջ ավելի շուտ եղավ տեղեկատվություն, որ Միացյալ Նահանգները պատրաստում է երկրորդ փուլը, որը ենթադրում է նաեւ որոշակի բազմազգ կոնտինգենտի տեղակայում Գազայում։ Ընդ որում այստեղ մեզ համար եւս ուշադրության արժանի հանգամանքներ կան, որովհետեւ այդ տեղեկատվության մեջ, որ միջազգային մամուլում հայտնվել էր, խոսվում էր, որ Ադրբեջանը եւս կարող է լինել Գազայում այդ բազմազգ կոնտինգենտի շարքում։ Մերձավոր Արևելքը մեզ համար կարևորագույն ռեգիոն է եւ Կովկասի անվտանգության միջավայրի վրա ազդեցության իմաստով գուցե շատ ավելի կարևոր, եթե ոչ ինֆորմացիոն հնչեղության դաշտում, ապա էական իրական քաղաքականության, քան օրինակ ուկրաինական պատերազմը եւ ուկրաինական որևէ հանգուցալուծում։ Եվ այս իմաստով ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում կամ խմորվում է, մեզ համար շատ ավելի մեծ նշանակություն պետք է ունենա։ Ցավոք սրտի մենք տեսնում ենք, որ Մերձավոր Արևելյան քաղաքականություն Հայաստանը որպես այդպեսին կարծես թե չունի եւ չի վարում։ Եվ այս իմաստով մտածելու բան իսկապես կա։ Կրկնեմ, որովհետեւ Ադրբեջանը զուգահեռ փորձում է ավելացնել իր ներկայությունը Մերձավոր Արևելքում, նաեւ Սիրիայում փորձում է դերակատարում ստանձնել։ Այս process-ները կան անշուշտ, Թուրքիայի արտաքին գործերի նախարարը այցելել էր Իրան, ես կարծում եմ քննարկումներից առանցքայիններից նաև հենց Մերձավոր Արևելյան իրավիճակն է, հատկապես որ այդ ֆոնին Թուրքիայի դեսպանը Թեհրանում Թուրքիայի դեսպանը հայտարարել էր, որ Սիրիայի կայունության հարցում, կայունացման հարցում թուրք-իրանական գործակցությունը շատ կարևոր է։ Եվ Էրդողանն է պատրաստվում Իրան մեկնել, այս հարցերը բնականաբար առանցքային են այս ռեգիոնի համար, նաև հասկանալի է Մերձավոր Արևելքի համար։ Իրանի արտաքին գործերի նախարարի բավական հագեցած եւ ներկայացուցչական այց եղավ Ադրբեջան, Ֆիդանի Թեհրան այցից հետո, այսինքն այստեղ հասկանալի է ինչ որ ընդհանուր բաներ քննարկվում են անկասկած զուտ Իրան-ադրբեջանական օրակարգից դուրս, եւ հիմա նաեւ տեղեկություն կա, որ պատրաստվում է Իրանի արտգործնախարարի այցը Մոսկվա։ Եվ Հայաստանը կարծես թե դուրս է մնում այս ամբողջ քաղաքականությունից։ Հայաստանը համենայն դեպս մենք չենք տեսնում որևէ էական քաղաքական շարժեր Մերձավոր Արևելյան ռեգիոնի ուղղությամբ։ Հայաստանը ամբողջապես կենտրոնացած է եվրոպական ուղղությամբ, որը անշուշտ լինելով կարևոր քաղաքական ուղղություն, այդ ինտենսիվության առումով այդքան էլ հասկանալի չէ, հաշվի առնելով երկու հանգամանք, նախ այս ռեգիոնում մենք տեսնում ենք, որ Եվրոպայի հնարավորությունները այդուհանդերձ սահմանափակ են,
գործնական առումով, եւ երկրորդ մենք տեսնում ենք, որ եվրոպացիները հենց իրենց գոտում լրջագույն խնդիրների առաջ են եւ այդ խնդիրների լուծումների առումով անգամ ունեն բարդություններ։ Հասկանալի է, թե ինչու է Երևանն իհարկե այդպես ինտենսիվ աշխատում եվրոպական ուղղությամբ, նախընտրական շրջան է, այդ շրջանում կիրառվելու են քայլեր, արդեն իսկ կիրառվում են քայլեր եւ մեծ հավանականությամբ դրանց ինտենսիվությունը կարող է բարձրանալ, այսպես ասեմ, ոչ ժողովրդավարական մեխանիզմներով քաղաքական դիրքեր ամրապնդելու առումով եւ այստեղ շատ կարեւոր է լինելու Եվրոպայի լոյալությունը, որովհետեւ գիտենք, ես այս ձևակերպումը բազմիցս օգտագործում եմ, ժողովրդավարության ռևիզորը եվրոպացիներն են, այդպես է դասավորվել իրողությունը։ Եվ բնական է Երևանի համար շատ կարևոր լինելու, որ Եվրոպայից խիստ գնահատականներ չհնչեն այստեղ ոչ ժողովրդավարական գործիքակազմի կիրառման առնչությամբ։ Եվ այս ուղղությամբ, այսինքն ստացվում է, որ փաստացի զուտ իշխանության վերարտադրության, իշխանության դիրքերի պահպանման հանգամանքով պայմանավորված շատ մեծ եւ ըստ իս ոչ համաչափ ինտենսիվությամբ միջազգային իրողությունների զարգացման տրամաբանության տեսանկյունից ոչ համաչափ ինտենսիվությամբ աշխատանք կա Եվրոպայի ուղղությամբ, փոխարենը մերձարարևելյան ուղղությունը կարծես թե մնում է ուշադրությունից դուրս։ Ես էլ չեմ խոսում այն մասին, որ այդ ընդհանրապես գլոբալ հարավի ձևավորված այդ բևեռը եւս պահանջում է մեծ ուշադրություն, այսինքն մերձարարևելքը արդեն զգալիորեն տեղավորվում է նաեւ այս ավելի մեծ բևեռի համատեքստում։ Եվ օրինակ եղավ Երևանի հայտարարությունը Շանհայի գործակցության կազմակերպությանն անդամակցելու մտադրության մասին։ Թե մերժվեց, որը այս պահին մերժվեց իհարկե, բայց նաև հասկանալի է, որ այդտեղ շատ կարևոր է, թե այդ հայտարարությունից բացի Երևանը ընդհանրապես քաղաքական իմաստով ինչպես է դիրքավորվում, եթե ներկայացնում է այդպիսի հայտ։ Եվ այս տեսանկյունից դարձյալ դիվանագիտական աշխատանքի դրսևորումները շատ սուղ են։ Նույն Հնդկաստանի հետ հարաբերությունում, եթե դիտարկենք։ Այսինքն այս հարցերը կան եւ հասկանալի չէ, թե Երևանը այս ուղղությամբ քաղաքական ինչ բովանդակություն ունի։ Այսօր ի դեպ դեկտեմբերի 10-ին ամբողջ աշխարհում նշվում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, քանի որ խոսեցինք Եվրոպայից եւ Եվրամիությունից, ինչու ըստ ձեզ եվրոպական ղեկավարները որևէ խոսք չեն ասում Հայաստանում տեղի ունեցող մարդու իրավունքների առերևույթ ակնհայտ խախտումների, ընդդիմադիր գործիչների ձերբակալությունների, հետապնդումների, հոգեվորականների կալանավորումների եւ այլնի, հայ եկեղեցու դեմ ընդհանրապես իրականացվող հակաեկեղեցական ու հակասահմանադրական արշավի հետ կապված։ Հասկանալի է իհարկե, որ հայ եկեղեցու դեմ արշավը եվրոպացիներին գոնե եկեղեցու հանդեպ մտահոգության տեսանկյունից չի հուզում, քրիստոնյա Եվրոպա է, չէ՞, թե արդեն այդ քրիստոնեությունը իհարկե ունի իր, այսպես ասենք, մրցակցային շերտերը հենց նույն կրոնական կազմակերպությունների միջև եւ չեմ կարծում, թե այնտեղ առանձնապես կարող են հուզվել, որ օրինակ խորքային դարավոր նշանակություն, ազդեցություն, դեր ունեցող եկեղեցիներից մեկը կարող է հենց իր իսկ պետության ձեռքով ենթարկվել գրոհի, թուլանալ։ Կարծում եմ ոչ միայն առանձնապես դա չի հուզի արտաքին աշխարհին, այլ նաև կարող է գոհացնել որոշակի իմաստով որպես մրցակից այդ համաշխարհային դավանական քարտեզի վրա, որը թուլանում է հենց հայկական պետականության, այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության ձեռքով։ Ինչ վերաբերում է քաղաքական մոտեցումներին, ինչու մարդու իրավունքների եւ այլ թեմաների վերաբերյալ ուշադրություն չեն դրսեւորում, ապա ես կարծում եմ, այստեղ շատ պարզ է, քաղաքական գին է պահանջվելու դրա համար, այսինքն եթե Երևանը համաձայն է տեղավորվել այն քաղաքական աշխարհաքաղաքական մոտեցումների եւ պատկերացումների համատեքստում, որ ունի Եվրամիությունը, բնականաբար լռություն կլինի այդ ոչ ժողովրդավարական մեխանիզմների վերաբերյալ։ Հիմա Երևանը առնվազն այս շրջափուլում ցույց է տալիս, որ ինքը պատրաստ է այդ ուղղությամբ աշխատել, պատրաստ է համարժեք դիրքավորվել ըստ իրենց շահերի եւ այլն։ Եվ առայժմ մենք տեսնում ենք այդ լռությունը, այսինքն իրենք որևէ խնդիր չեն տեսնում Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ այլնի առումով։ Ինչքան կշարունակվի սա, ինչ կլինի արդեն խորհրդարանի ընտրությունից հետո, սա դեռ կտեսնենք, որովհետև չեմ էլ կարծում, թե Նիկոլ Փաշինյանի հանդեպ կա այդպես մեծ եւ անվերապահ վստահություն։ Եվ եվրոպացիները լռության դիմաց քաղաքական պայմանների հանդեպ նրանից բնականաբար ակնկալելու են ավելի ու ավելի այսպես համոզիչ քայլեր կամ փաստարկներ։ Կանի թե ոչ, որովհետև այստեղ իրավիճակը ամենևին դյուրին չէ,
հատկապես օրինակ կապված Միացյալ Նահանգների Եվրամիություն խնդիրների հետ։ Սա հարցի իհարկե մյուս կողմն է եւ կարեւոր կողմը։ Միևնույն ժամանակ ըստիս կա հետեւյալ մի process, Ադրբեջանը շատ լավ պատկերացնելով այս խնդիրները փորձում է Եվրամիության միջոցով նաեւ ուժգնացնել Հայաստանին իր նարատիվները թելադրելու, իր պայմանները եւ պահանջները թելադրելու process-ը։ Եվ մենք տեսնում ենք, որ նախորդին Ադրբեջանի արտգործնախարարությունը դժգոհություն էր արտահայտում դեկտեմբերի 2-ին ստորագրված Հայաստան Եվրամիություն ռազմավարական նոր օրակարգ կոչվող փաստաթղթի հետ։ Ընդհանրապես հարց է թե այդ նոր օրակարգ կոչվող փաստաթղթի անհրաժեշտությունը ինչով էր պայմանավորված, եթե կա 2017-ին ստորագրված այդ ՍԵՊԱ-ն, որը շատ համապարփակ փաստաթուղթ է, եւ այդ համապարփակ փաստաթուղթը կատարված է գրեթե 50%-ով, այսինքն 50%-ով չկատարված փաստաթղթի դեպքում որն է անհրաժեշտությունը ստորագրել մի նոր փաստաթուղթ հնչեղ անունով, այստեղ կասկած չունեմ, որ խնդիրը հենց այն քաղաքական սակարկությունն է, որ ինչպես նշեցի, ծավալվում է Եվրոպայի աշխարհաքաղաքական շահերի եւ Հայաստանի իշխանության ներքաղաքական շահերի համատեքստում։ Իսկ ինչ նշանակություն եւ կարեւորություն ունի այդ նոր օրակարգը, որը ստորագրվեց Բրյուսելում, եւ ինչ բովանդակություն ունի այն։ Սա օրինակ հենց այդ հարցն է, թե ընդհանրապես առարկայական իմաստով ինչ է փաստաթուղթը իրենից ներկայացնելու։ Ինչ որ շատ է խոսվում, որ այս փաստաթուղթը ներառում է պաշտպանական եւ անվտանգային ինչ-որ հարցեր։ Ես կարծում եմ սա դեկլարացիա է, ոչ ավելի։ Եվրամիությունը Հայաստանին տրամադրելու սկզբունքորեն, այսպես որակ փոխող, բալանս փոխող, սպառազինություն, անվտանգային ինչ-որ մեխանիզմներ բացարձակապես չունի եւ մտադրություն իսկ չունի։ Մենք տեսնում ենք, որ խաղաղության հիմնադրամ կոչված այդ կառույցից Հայաստանին տրամադրվեց 10 միլիոն դոլարի օգնություն նախորդ տարի եւ հիմա կարծես թե 20-ի մասին էր գնում, ընդ որում հենց իրենք հայտարարել են, որ դա ոչ մահաբեր բնույթի օգնություն է, նախորդը ինչ որ դաշտային վրաններ էին եւ այլն եւ համանման ինչ որ բան կլինի նորը։ Հայաստանին սպառազինություն տրամադրել նշանակում է խաթարել նաեւ իրենց հարաբերությունը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, մինչդեռ իրենք հայտարարում են հենց նույն Եվրահանձնակատար հարևանության եւ լայնման հարցերով Եվրահանձնակատար Մարտակոսը դեկտեմբերի 2-ին այդ ստորագրումից հետո հայտարարեց, որ իրենք դիտարկում են Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա, Եվրամիություն քառակողմ ձևաչափի հարց։ Իրենք դիտարկում են Հայաստանի եւ Թուրքիայի էլեկտրական ցանցերը միացնելու հարց։ Որևէ մեկը կարող է պատկերացնել, որ այդ հարցերը դիտարկելու պայմաններում Եվրոպան կարող է Հայաստանին ինչ-որ լուրջ սպառազինական անվտանգային օգնություն ցույց տալ։ Բացարձակապես։ Եվրոպամետները ակտիվորեն լոբինգ են անում, որ եվրոպական երկրները ռազմական օրդաշինք են ստեղծում եւ Եվրամիությունը բարձրացնում է իր ռազմական բյուջեն, եթե չեմ սխալվում, մինչեւ 2 տրիլիոն պետք է բարձրացնի, 200 Այո, իրենց բյուջեն, իրենց ռազմական կարողությունները ընդլայնելու ուղղությամբ աշխատում են հիմա, այսինքն իրատեսական է արդյոք այդ նոր դաշինքը իրենց պատերազմին եւ ոչ թե պատրաստվում են Հայաստանին սպառազինություն տրամադրելու։ Իրենք իրենց համար են այդ ծախսերը անում եւ դեռ նոր սկսում են անել ռազմարտունաբերության կարողություններ զարգացնելու, արտադրողականությունը բարձրացնելու։ Այո, այդ ամեն ինչը անում են, բայց իրենց համար եւ ոչ թե Հայաստանին տրամադրելու, որովհետեւ իրենք ունեն դրա պակասը։ Իրենք նույնիսկ Ուկրաինային չեն կարողանում տրամադրել եւ չեն ուզում տրամադրել։ Ուզում են, որ դա անեն ամերիկացիները։ Ամերիկացիները հիմա թողնում են այդ ամեն ինչը եվրոպացիների վրա եւ սա եւս լուրջ մտահոգիչ խնդիր է իրենց համար։ Թրամփն էլ ուզում է դուրս գալ այդ վիճակից, շարունակել ֆինանսավորել, որ դուք եթե ուզում եք պատերազմը շարունակվի, դուք պետք է օգնեք Ուկրաինային։ Իսկ իրենք Ուկրաինային օգնելու ոչինչ չունեն եւ նաեւ ցանկություն ու մտադրություն չունեն։ Միացյալ Նահանգները հրապարակեց իր ազգային անվտանգության ռազմավարությունը, թարմացված տարբերակը մոտ 3 տասնյակ էջ, եւ այդտեղ նշվում էր, որ եվրոպացիները պետք է ավելի շատ պատասխանատվություն վերցնեն, ընդհանրապես հենց իրենց անվտանգության տեսանկյունից իրենց վրա պետք է ավելի շատ պատասխանատվություն վերցնեն։ Այսինքն Եվրոպան ինքը միջև հիմա եղել է անվտանգություն սպառող կառույց, ինչպես պետք է Հայաստանին ինչ-որ անվտանգություն տրամադրի։ Այդ մեխանիզմը իրենց առաջարկած շատ պարզ է եւ հասկանալի է, այս իմաստով նաեւ չեն էլ խափում մեծ հաշվով։ Ասում են ձեր անվտանգությունը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ պայմանավորվելն է։ Ինչպես պայմանավորվել, ինչ բովանդակությամբ, սա էլ մեծ հաշվով իրենց չի հետաքրքրում։ Եթե Հայաստանը պատրաստ է այնպես դիմադրել եւ այնպիսի բովանդակություն մշակել,
որ կարողանա Ադրբեջանին եւ Թուրքիային բերել այդ դաշտ, իրենք դեմ չեն լինի, չեմ կարծում, որ եվրոպացիները առանձնապես դեմ լինեն։ Բայց եթե Հայաստանը ենթարկվում է Ադրբեջանի եւ Թուրքիայի նարատիվներին, դրան էլ եվրոպացիները դեմ չեն, որովհետեւ իրենց գլխավոր խնդիրը ձևավորել այդ միասնական բլոկը, այսպես ասած, եւ այդ ազդեցության միջոցով խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար, նաեւ Իրանի համար եւ ընդհանրապես եվրոպական սուբյեկտության, այսպես ասենք, որոշակի առաջխաղացում ապահովել նաեւ այս ռեգիոնում դեպի Կենտրոնական Ասիա եւ այլն։ Բայց Եվրոպան առանց Միացյալ Նահանգների աջակցության կարող է այսպես աշխարհակաղակական պայքար առաջ տանել ընդդեմ Ռուսաստանի կամ ընդդեմ Չինաստանի։ Սկզբունքորեն կարծում եմ ոչ, հիմա հենց իրենք փորձում են ստեղծել սուբյեկտային այնպիսի միջավայր, որ Միացյալ Նահանգները հաշվի նստի իրենց հետ, որովհետև տեսնում ենք Թրամփը իրենց առաջ դնում է հետևյալ խնդիրը, կամ դուք հաշվի եք նստում այն բոլոր մոտեցումների հետ, որ ես եմ ասում, իսկ սա լուրջ խնդիր է եվրոպական այսօրվա առաջատար այդ լիբերալ էլիտաների համար, որովհետև այդ լիբերալ էլիտաները Թրամփը դրանց հանդեպ գաղափարական անհամաձայնությունների շրջանակում է, դրանք մրցակից են Թրամփին։ Լսենք Եվրոպայի հանձնակատարներից, նախկին հանձնակատարներից Բորելին, որը օրեր առաջ խոսում էր այն մասին, որ եվրոպացի լիդերները չպետք է թաքցնեն, այսինքն քողարկեն կամ հրաժարվեն տեսնել, որ Թրամփը իրենց մրցակիցն է։ Իհարկե իրենք շատ լավ դա պատկերացնում են, բայց հենց այստեղ է նաև խնդիրները։ Միացյալ Նահանգները հայտարարում է, որ Եվրոպան ժողովրդավարությունը ճնշում է, մարդու իրավունքները ճնշում է, հենց նույն ռազմավարության մեջ, թարմացված ազգային անվտանգության ռազմավարության մեջ նշվում էր այդ մասին։ Այսինքն այստեղ այդ խնդիրները կան եւ հիմա Եվրոպան փորձում է պարզապես իր քայլերով որոշակի այդ սուբյեկտային ինչ-որ միջավայր ստեղծել, որովհետեւ Թրամփը հաշվի նստի նաեւ եվրոպացիների հետ։ Ստացվում է, թե ոչ, սա արդեն այլ հարց է, բայց Թրամփն էլ նախորդային հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ եվրոպացի լիդերները, նկատի ունի իհարկե լիբերալ էլիտաները, Եվրամիության առաջնորդները, այո, ճիշտ կլինի այդ նրանք փորձում են պայմանական իմաստով, այո, այսինքն այդ գաղափարախոսության համաշխարհային կարգի այդ պատկերացման կրողներն են եւ Թրամփը հայտարարում է, որ նրանք ուզում են, որպեսզի պատերազմը շարունակվի, թող շարունակեն, քանի դեռ իշխանության են։ Այսինքն այստեղ էլ տեսնում ենք բազմիմաստ արտահայտությունը, որովհետեւ Եվրոպայում աճ տրամադրությունները աճում են եւ Թրամփն էլ նաեւ խաղադրույք է կատարում հենց այդ աճ տրամադրությունների վրա։ Այսինքն այս ամեն ինչը կա, Եվրոպան բնականաբար իր կարողությունների տեսանկյունից թույլ է առաջին հերթին նրա պատճառով, որ հենց իր ներսում խնդիրներ կան, այդ քաղաքական բաժանումները Եվրոպայում գնալով խորանում են։ Արդեն կան բավականին շոշափելի դեր ստանձնող աճ կառավարություններ, որոնք հակասության մեջ են Բրյուսելի հետ եւ այդ լիբերալ մյուս էլիտաների հետ։ Այս խնդիրները կան, հիմա պատկերացնել, որ Եվրոպան այդ պայմաններում ինչ որ, չգիտեմ, առանձնահատուկ մի բան է տալու Հայաստանին, սա կլինի, կարծում եմ, քաղաքական միամտություն, բայց իրավիճակը այնպիսին է, որ ներքաղաքական իմաստով, նախընտրական իմաստով այդ դեկլարացիաները պետք են, եւ դա պետք է նաեւ Եվրոպային։ Բայց ինչպես է ձեզ Եվրամիությունը կամ եվրոպական պետությունները պետք է ապահովեն իրենց անվտանգության ինչ համակարգում, եթե դա ՆԱՏՕ-ն չէ։ Դե այս հարցերը կան եւ սրանք են այդ ֆունդամենտալ հարցերը, որ Եվրոպայի առաջ են այսօր։ Այդ հարցերն են, որ եվրոպացիների առաջ են։ Սրանց վերաբերյալ ձգտում են հնարավորինս քիչ խոսել, բայց նաեւ հիշենք 1 տարի, 2 տարի առաջ Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները, որ Եվրոպան պետք է պատրաստվի առանց ՆԱՏՕ անվտանգության համակարգի։ Այսինքն այդ ամեն ինչը իհարկե պատահական չի հնչում։ Ձգտելու են անշուշտ պահել արկա մեխանիզմները եւ պահել Միացյալ Նահանգներին որպես հովանոց նրա հաշվին իրենց սուբյեկտությունը ապահովելու համար, բայց մենք տեսնում ենք, որ Թրամփը ամենայն դեպս դրան համաձայն չէ եւ հետեւողականորեն գնում է նոր իրավիճակ ստեղծելուն։ Սա էլ հարց է, Թրամփը կկարողանա պահպանել իր դիրքերը, ընդհանրապես Թրամփի թիմը քաղաքական։ Բայց ամենայն դեպս տենդենսները տանում են դրան եւ ելի հղում անեմ այդ Միացյալ Նահանգների ռազմավարությանը թարմացված, որտեղ նշվում է, որ եթե Եվրոպայում քաղաքական միտումները պահպանվեն, ներկայիս քաղաքական միտումները, ապա մի քանի տարի հետո, 10 կամ առավելագույնը 20 տարի հետո Եվրոպան բոլորովին այլ տեսք կունենա։ Այս process-ները կան եւ այս process-ները որքան էլ ինֆորմացիոն դաշտում պոպուլյար չի այս մասին խոսել։ Դրանք կան եւ դրանք չնկատել հնարավոր չէ, եթե մենք դիտարկում ենք քաղաքականությունը։ Իսկ Պուտինն ըստ ձեզ ինչու մկաններ ցույց տվեց Եվրոպային հայտարարելով, որ եթե Եվրոպան պատերազմ սկսի, մենք հենց հիմա պատրաստ ենք, բայց կարող է շատ արագ այնպես ստացվել, որ էլ մարդ չլինի, որի հետ կարողանանք պայմանավորվել։
Դե Պուտինը հիմա Ուկրաինայում ռազմական առավելություն ունի, բավական արագ առաջ են գնում ռուսական զորքերը։ Բնական է այդ հանգամանքը նրան թույլ է տալիս ավելի վստահ խոսել նաև եվրոպացիների նկատմամբ։ Ակնարկը թերևս այն էր, որ Ուկրաինայի հարցում իրենք խնամքով են պատերազմել, որովհետև դիտարկում են ուժական որովհետև դիտարկում են Ուկրաինան ամենայն դեպս հեռանկարում ոչ թշնամական գոտի։ Իսկ Եվրոպայի հարցում ակնարկում էր, որ այդ խնամքը չի լինի։ Իհարկե սա գուցե այդպես ռետորաբանության մակարդակում նաև մկանների ցուցադրության տրամաբանություն ունի, բայց նաև հասկանալի է, ցույց է տալիս, որ ես պատրաստ եմ ձեզ հետ պատերազմել, իսկ դուք կարող եք միայն խոսել, բայց պատերազմի պատրաստ չեք, գոնե առայժմ։ Եվ եվրոպացիները նաև այդ ուղղությամբ է, որ փորձում են ներդրումներ անել իրենց ռազմարտունաբերության եւ այլնի վերաբերյալ, բայց դարձյալ այստեղ գալիս է այդ հարցը։ Եվրոպա որպես այդպիսին միասնական շահերի կրող մարմին լինելու է թե ոչ, կարող է լինել թե ոչ, եթե չկա դրա վրա ամերիկյան հովանոցը, այսինքն ավելի մեծ հովանոցը, որը պարտադրում է ինչ-որ միասնականություն եվրոպացիներին։ Այս խնդիրը շատ լուրջ խնդիր է, առավել եւս հիմա մենք տեսնում ենք, որ Թրամփ-Պուտին այդ երկխոսության մեջ իմ խորին համոզմամբ ոչ միայն Ուկրաինայի ճակատագրի հարցն է քննարկվում, այլ եվրոպական գոտու ճակատագրի հարցը, այնտեղ նոր անվտանգության համակարգ, նոր բաժանումներ եւ այլն, այդ հարցները սա անկասկած է եւ պատահական չէ, որ եվրոպացի առաջնորդները հենց հայտարարում են, թե առանց Ուկրաինայի չի կարող քննարկվել Ուկրաինայի ճակատագիր եւ առանց Եվրոպայի, առանց մեզ չի կարող քննարկվել Եվրոպայի ճակատագիր։ Այսինքն իրենք գիտեն, որ Թրամփ-Պուտին այդ երկխոսության ձևաչափում քննարկվում է Եվրոպայի ճակատագիր եւ դրան նաեւ որոշակի ներգրաված մասնակցում է Չինաստանը, նվազագույնը Չինաստանը։ Պարոն Բադարյան, բայց երբ նայում ենք պատմությանը, առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմներն էր եւ դրանից հետո հաստատված կարգերը տեղի են ունեցել փաստորեն եվրոպական թաթերաբևում տեղի ունեցած պատերազմներից հետո։ Այսինքն այս դեպքում էլ այդպես կլինի ձեր կարծիքով։ Մեծ հաշվով տեսնում ենք, որ հիմնական այդ արյունալի պատերազմը Եվրոպայում է էլի ծավալվում։ Գոնե թե չի բացառվում իմ գնահատմամբ, իհարկե այդուհանդերձ մտածում եմ, որ եվրոպական մեծ պատերազմի բանը չի հասնի, թեպետ այստեղ կրկնեմ, այդպես միարժեք պնդումների ժամանակաշրջանում չենք ապրում եւ իսկապես այդ գործիքակազմի ընտրության հարցում պատերազմը դարձել է այնքան դյուրին ընտրության հանգամանք։ Այդ հավակնությունները պահպանում են նույն Գերմանիան, նույն Բրիտանիան, նույն ավանդական նույն Ռուսաստանը։ Ես օրինակ կարծում եմ, որ նույն Բրիտանիա եւ Գերմանիայի միջև կա խորքային մրցակցություն, եղել է մշտապես եւ կա խորքային մրցակցություն Եվրոպայում դերակատարման համար։ Ընդհանրապես, եթե դիտարկենք այս ուկրաինական պատերազմը, Եվրոպայում թերևս ամենատուժած երկիրը դա Գերմանիան է, Ուկրաինայից հետո, որովհետեւ գերմանական տնտեսությունը լրջագույն հարված ստացավ ուկրաինական պատերազմի հետևանքով։ Եվ Գերմանիան, որը օրինակ Մերկելի պաշտոնավարման այդ գրեթե 2 տասնամյակի ընթացքում առավելապես իր տնտեսական հաջողությունների շնորհիվ կարողացել էր լրջագույն դերակատար դառնալ միջազգային հարաբերությունների իմաստով, հիմա հայտնվել է մի այնպիսի վիճակում, չգիտեմ, որ օրինակ նույն Իսրայել-Գազա այդ պատերազմի ժամանակ եղան մի քանի դրվագներ, երբ Գերմանիան պարզապես նվաստացուցիչ իրավիճակում էր հայտնվում նույնիսկ Իսրայելի մոտ։ Հիմա այսինքն Գերմանիայի ընդհանրապես եվրոպական դերի հարցն է դրվում կասկածի տակ, երբ այս պատերազմը շարունակվում է այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ ընթացել է։ Եվ նաև մի բան եմ ուզում հիշեցնել, այս հանգամանքին մեզանում սրա մասին շատ քիչ է խոսվել մեզանում, մի շատ էական իրադարձություն տեղի ունեցավ ուկրաինական պատերազմից մոտ 1 ամիս առաջ, եւ դա մի հարված էր հենց Գերմանիայի։ Գերմանիայի ռազմածովային ուժերի հրամանատարը Հնդկաստանում մասնակցել էր փակ քննարկման, որտեղ խոսել էր գերմանական շահերի մասին եւ նշել, որ Եվրոպայի ուղղությամբ չինական էքսպանսիային դիմակայելու համար շատ կարևոր եւ օգտակար կարող է լինել Բերլին-Մոսկվա-Նյու Դելհի գործակցությունը։ Օրեր անց այդ փակ քննարկումից տեղեկությունը հայտնվեց արևմտյան մամուլում եւ ուժգին ճնշում գնաց Գերմանիայի վրա, պաշտոնանկ արեցին այն ռազմածովային հրամանատարին, ադմիրալ Շենբախ, եթե չեմ սխալվում, փոխադմիրալ, որը խոսել էր Գերմանիայի շահերի մասին։ Այսինքն գերմանացի բարձրաստիճան զինվորականը համարձակվել էր խոսել Գերմանիայի շահերի մասին, որը չէր բխում, խոսակցություն, որը չէր բխում այդ եվրոատլանտյան լիբերալ
առաջնորդության նարատիվներից պարտադրեցին Բեռլինին պաշտոնան կանել այդ բարձրաստիճան Խորքային պետությունն է։ Սա տեսնում ենք, սա դրսևորում է, սա չափազանց խոսուն դրսևորում է, թե ինչպիսին էր վիճակը, երբ բռնկվում էր ուկրաինական պատերազմը եւ այդտեղ բացի Ուկրաինայի հարցից ուրիշ ինչ հարցեր են լուծվում։ Եվ զարմանալի չէ, որ օրինակ երբ Ստամբուլում համաձայնության այդպես հեռանկար է ձևավորվել 2022 թվականի մարտ-ապրիլին, հենց բրիտանացիների վարչապետ Ջոնսոնն է, որ եկել է Կիև հենց ուկրաինացիների իսկ խոստովանությամբ եւ ասել, որ ոչ, պատերազմը պետք է շարունակվի, որովհետեւ եթե պատերազմը չի շարունակվում, Գերմանիան չի թուլանում այնքան, որ հնարավոր լինի վերանայել Բեռլինի դերը եվրոպական ընդհանրապես համակարգում։ Եվ մեկ այլ ուշադրության արժանի հանգամանք, բրիտանացիները հիմա սկսել են խոսել, եթե չեմ սխալվում, նաև հենց վարչապետ Ստարմերն էր այդ մասին խոսել, որ սխալ էր Brexit-ը, Եվրամիությունից դուրս գալը, եւ հիմա պետք է առնվազն մտածել Եվրամիության այդ ինտեգրացիան խորացնելու մասին։ Այո, երբ գլխավոր մրցակից Գերմանիան հիմա թուլացած է բավականաչափ, կարելի է մտածել ինտեգրացիայի միջոցով դերը եվրոպական մայրցամաքի ուղղությամբ բարձրացնելու մասին։ Այսինքն այս հարցերը եւս կան Եվրոպայում եւ Եվրոպան այս տեսանկյունից միշտ եղել է այդ բաժանարար գծերի մի բավականին բարդ հանգույց։ Այլ հարց է, որ օրինակ երկրորդ համաշխարհայինից հետո նաեւ Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Սովետական միություն իհարկե, եւ նաեւ հենց նույն Բրիտանիան սահմանեցին Եվրոպայի նոր ճակատագիրը, հիմա առաջացել է արդեն վերանայումների ժամանակը, բայց այստեղ բրիտանացիները ունեն դուրս մնալու անհանգստություն եւ բնականաբար փորձում են դարձյալ լինել Եվրոպայի ճակատագիրը որոշողների շրջանակում։ Եվ որպես թեմայի շարունակություն 3 դեկտեմբերի 9-ին, ինչպես գիտեք, Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, որտեղ հանդիպում է ունեցել Գերմանիայի նախագահի եւ Դաշնային կառավարության ղեկավարի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։ Փաշինյանը եւ Մերցը ստորագրել են Հայաստանի եւ Գերմանիայի միջև գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագիր, որտեղ կետեր կային իդեպ նաև պաշտպանության, անվտանգության եւ այլ ոլորտների վերաբերյալ եւ արծարծվեց ինչպես Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, ՍԵՊԱ-ի համաձայնագիրը, այդ թվում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ կապված շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանը Մերցին, բայց ավելի հետաքրքրական Մերցի խոսքում հայ-ադրբեջանական կարգավորման թեմայով էր խոսել եւ հայտարարեց, որ քաջալերում է Փաշինյանին հաջորդ քայլերը կատարելու հարցում լուծելու մնացյալ հարցերը Ադրբեջանի եւ Հայաստանի միջև։ Հիշում ենք, որ 2018 թվականի նոյեմբերին Հայաստան եկավ Թրամփի այն ժամանակվա ազգանավտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը եւ հայտարարեց, որ եթե Փաշինյանը ընտրվի եւ կանխատեսումները իրականանան, քանի որ ընտրությունները դեկտեմբերին էին կարծեմ, ապա նա հզոր մանդատ կունենա վճռական քայլեր իրականացնելու։ Հիմա ինչ զիջեն, դրանից ընդամենը 2 տարի անց եղավ պատերազմը, հանձնվեց Արցախը եւ հասկացանք փաստորեն ինչ վճռական քայլեր էին դրանք։ Հիմա ձեզ ինչ զիջումներ անելու են քաջալերում հարեմեցյան ղեկավարները Փաշինյանին։ Մենք տեսնում ենք ինչ հարցեր է բարձրացնում Ադրբեջանը։ Տեսնում ենք ինչ հարցեր է բարձրացնում եւ չգիտենք նույնիսկ թե այլ ինչ հարցեր է բարձրացնում փակ հանդիպումների ընթացքում։ Երբ տեղի են ունենում հանդիպումներ, որոնց մասին ընդհանրապես հայտնում են, որ դրանք տեղի են ունեցել, բայց ինչ են քննարկվել, ինչեր են քննարկվել, մենք չգիտենք։ Օրինակ, այդպիսի մի քննարկումների հանրագումարում ստացվեց այդ Կիրանցի հայտնի պատմությունը, երբ թեման քննարկվել է փակ հանդիպման շրջանակում, իսկ հետո հանրությունը տեսավ պարզապես արդեն գործողությունները դրա ուղղությամբ։ Ես կարծում եմ քաջալերումը վերաբերում է այս թեմաներին, այսինքն ինչպես նշեցի, եվրոպացիների համար շատ կարևոր է այստեղ ստանալ ինչ-որ միջավայր, որտեղ իրենք դերակատարում ունեն, որտեղ իրենք ունեն ազդեցություն, եւ եթե օրինակ իրենք նպաստեն այդ միջավայրի ստացմանը, բնականաբար կունենան նաեւ ազդեցություն այդ իմաստով։ Իսկ ինչպիսին է մոտեցումը։ Կարևոր չէ Հայաստանի ինչ զիջումների հաշվին։ Կարևոր է, որ ստացվի այդ միջավայրը, այդ թվում նաև Եվրամիության մասնակցությամբ եւ դերակատարությամբ։ Օրինակ Բրյուսելի համար կարևոր չէր Արցախը կմնա հայկական թե ոչ։ Կարևորը, որ Արցախում չմնան ռուսներ եւ ձևավորվի մի նոր միջավայր, որտեղ Եվրամիությունը ունի ավելի մեծ ազդեցություն։
Սա շատ հասկանալի աշխարհաքաղաքական մրցակցության տրամաբանության մեջ կատարվող գործընթացներ են։ Հիմա մենք մի նոր փուլի առաջ ենք, այսինքն Ադրբեջանը օրինակ նույն Բրյուսելի օժանդակությամբ այդ բրյուսելյան գործընթացով լուծեց Արցախի հարցը իր համար առնվազն, հանեց իր տարածքից կոնֆլիկտը եւ հիմա փորձում է կոնֆլիկտ տեղափոխել Հայաստանի տարածք։ Այդ անկլավները, այդ ադրբեջանցիների վերադարձի հարցերը եւ այլն, դրանք բոլորը կոնֆլիկտը Հայաստանի տարածք տեղափոխելու քայլեր են։ Եվ հիմա փորձ է արվում լուծել այդ հարցերը։ Եվրոպայի դիրքորոշումը կարծում եմ այստեղ դա է, իրենք պատրաստ են աջակցել Ադրբեջանին, եթե դա կնպաստի իրենց քաղաքական ազդեցության առավել առաջ մղմանը։ Կրկնեմ, սա աշխարհաքաղաքական տրամաբանության, աշխարհաքաղաքական մրցակցության տրամաբանության իմաստով շատ հասկանալի է, այլ հարց է, որ սա հասկանալի չի կարող լինել Հայաստանի Հանրապետության շահերի եւ անվտանգության իմաստով։ Սա մեկը, եւ մյուսը Գերմանիայի հարցում կարծում եմ այդուհանդերձ, որ Կովկասում էլ կա այդ գերմանա-բրիտանական ռազմավարական մրցակցության հանգամանքը։ Եվ այս իմաստով ես ուշադրության կարժանացնեի, որ Փաշինյանի այցը Գերմանիա տեղի ունեցավ մի քանի օր անց այն բանից, երբ ռեգիոնալ այց էր կատարել Բրիտանիայի պաշտպանության հարցերով պետքարտուղարը, եթե չեմ սխալվում, պաշտոնի ստույգ սահմանումը գուցե չկարողանամ իմատալ, բայց առաջին այցն էր, որ տեղի ունեցավ Կովկաս, Երևան եւ Բաքու, եւ նոր ռազմական կրծորդ կարծեմ նշանակվեց, հայտարարվեց իհարկե, որ Հայաստանում նշանակում են նոր ռազմական կրծորդ, դարձյալ գամեն մտքին, իսկ ինչ պետք է անի նոր ռազմական կրծորդը Հայաստանում։ Նոր ռազմական կրծորդը պետք է լուծի քաղաքական ազդեցության հարցեր։ Այսինքն բրիտանացիները կամ որևէ մեկը ռազմական կրծորդ չի նշանակում Հայաստանի կարողությունները ընդլայնելու համար, նշանակում են իրենց քաղաքական հնարավորությունները ավելացնելու համար։ Եվ Կովկասում էլ կարծում եմ այդ գերմանա-բրիտանական մրցակցությունը անշուշտ կա։ Այսինքն Ադրբեջանը կրկին ձեզ Բրյուսելի միջոցով փորձում է իր հարցերն առաջ տանել Հայաստանը։ Տեսեք, Ադրբեջանը այդ դժգոհությունը, որ ասացի, որ դժգոհությունը ներկայացնում այդ փաստաթղթում ինչ ձևակերպումների վերաբերյալ, որ ձևակերպում եք Արցախից տեղահանվածներին փախստական, իսկ իրենք փախստական չեն, կամավոր են գնացել, որովհետև ռեինտեգրացիայի մեր առաջարկը չեն ընդունել։ Իսկ ես նշեմ, որ ռեինտեգրացիայի գաղափարը ադապտացվել է որպես քաղաքական օրակարգ, ադապտացվել է հենց բրյուսելյան ձևաչափով։ Եվ այդ ձևաչափում է փորձ արվել առաջ մղել այդ գաղափարը։ Ի վերջո գալով Պրահայի 22 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի համաձայնության։ Իսկ բրյուսելյան գործընթացը սկսել է 21-ի տարեվերջից։ Միշելի միջնորդությամբ։ Այո, Շարլ Եվրոպական միության նախագահ, Եվրոպական խորհրդի նախագահ, ներողություն, Շարլ Միշելի առաջնորդությամբ։ Եվ իդեպ 24 թվականի վերջին, երբ Միշելը ավարտում էր իր պաշտոնավարումը, Իլհամ Ալիևը նրան Բաքվում շնորհակալություն էր հայտնում, ասելով, որ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի օրակարգի առանցքային հարցերը ձևավորվել են այդ բրյուսելյան գործընթացում, թե որոնք են այդ առանցքային հարցերը կարող ենք արդեն պատկերացնել։ Եվ նույն Միշելը հարկ չհամարեց անգամ տարեվերջին COP29-ի առիթով ժամանեց Բաքու պաշտոնավարումից 1 ամիս առաջ, ավարտից 1 ամիս առաջ։ Հարկ չհամարեց նույնիսկ պաշտոնավարման ավարտին նաև Հայաստան այցելել, ինչ որ պարիտետ գոնե ձևական պահել այդ իմաստով։ Այս հանգամանքները կան, հիմա Ադրբեջանը այդ դժգոհությունը ներկայացնում այդ փաստաթղթից, կասկած չունեմ, որ Ադրբեջանին առանձնապես այդ փաստաթուղթը չի մտահոգում։ Առիթ է ծառայում ներկայացնել ինչ որ դժգոհություններ եւ հետո արդեն իր օրակարգը առաջ բերել այդ դժգոհությունները կոնվերտացնելով իր օրակարգի։ Սա է խնդիրը։ Պարոն Բադարյան, ես ճիշտ եմ հասկանում, որ այս դեպքում մասնավորապես կանցլեր Մերցը խրախուսում է եւ քաջալերում է Նիկոլ Փաշինյանն, այսինքն հավասարությունը չկա, որ Ադրբեջանի նախագահին Ադրբեջանը պատրաստ լիներ ընդունել անվերապահ ընդունել Հայաստանի նարատիվները, կարծում եմ կքաջալերեին Ադրբեջանին, այսինքն իրենց համար խնդիրը հետեւյալն է, ում զիջումների միջոցով է հնարավորինս կարճ ժամանակում հասնել քաղաքական նպատակներին, այն միջավայրի ձևավորմանը, որը իրենք համարում են իրենց համար աշխարհաքաղաքական իմաստով կարևոր։ Եթե Հայաստանը ցույց է տվել, ցավոք սրտի, որ իր միջոցով դրան հասնելը ավելի արագ է, բնական է ակնկալելու են, որ դա շարունակի տեղի ունենալ Հայաստանի հաշվին։ Եթե Ադրբեջանը պահանջում է, որ սահմանադրությունը փոխվի կամ տարածքներ վերադարձվեն եւ այլն, այսպես կոպիտ լեզվով ասած Նիկոլ Փաշինյանին կասեն դե լավ, դա էլ ընդունեք, հիմա ձեզանից ինչ են գնում, դա էլ ընդունեք, մենք ձեզ չգիտեմ 500 միլիոն կտանք սրա համար, 1 միլիարդ կտանք սրա համար, դա էլ ընդունեք,
այս թեման փակենք, ձևավորենք այն միջավայրը, որտեղ մենք կլինենք աշխարհաքաղաքական իմաստով ավելի կենսունակ եւ մեր ծրագրերը կարողանանք առաջ տանել։ Սա է իրենց մոտեցումը եւ կրկնեմ, այս մոտեցումը աշխարհաքաղաքական մրցակցության տրամաբանության տեսանկյունից շատ հասկանալի է։ Հայաստանն է, որ պետք է իր շահերը պաշտպանի։ Հայաստանն է, որ պետք է իրենից ներկայացնի այնպիսի որակ, այնպիսի հմտություն, դիվանագիտական այնպիսի կարողություն եւ քաղաքական բովանդակություն, որ արտաքին դերակատարների մոտ չձևավորվի այդ պատկերը, որ Հայաստանի հաշվին միշտ կարելի է լուծել ինչ-որ հարցեր։ Եվ ասես երկար պետք է հայ հանրությունը, փորձագիտական հանրությունը շարունակի մնալ դիտորդի դերում եւ հետեւել պարզապես արձանագրել այս փաստերը, որովհետեւ կողքից կարող է տպավորություն լինել, որ մենք արձանագրում ենք կամ համաձայն ենք դրա հետ կամ նորմալ ենք դա համարում։ Իրավիճակը փոխելու առաքելությունը քաղաքական ուժերինն է։ Արձանագրել իրավիճակը, սա եւս կարեւոր է։ Հասարակությանը բացատրել ինչ է տեղի ունենում եւ ստեղծել այն միջավայրը, որտեղ քաղաքական ուժերը կարող են արդեն աշխատել հասարակության հետ իրավիճակը փոխելու ուղղությամբ, եթե իհարկե հանրությունը ուզում է տեսնել այդ փոփոխություն, որովհետեւ իրավիճակը գնահատողների, այսպես ասենք, հանրային ֆունկցիան մի բան է, իրավիճակը փոխելու միտված քաղաքական դերակատարների հանրային ֆունկցիան այլ բան։ Այս տեսանկյունից գնահատել, ախտորոշել ինչ է կատարվում, առնվազն որպես տեսանկյուն, որպես դիտանկյուն, որպեսզի հասարակությունը չմնա միայն միակողմանի ինչ-որ ընդ որում առավելապես պրոպագանդիստական մոտեցումների կամ պատկերների գույքին, այո, պետք ներկայացնել, սա եւս շատ կարեւոր է, այսինքն բացատրել հասարակությանը, թե ինչ է տեղի ունենում, ինչպես է արժե, որ ինչպես նայել իրողություններին մեկ այլ տեսանկյունից, մեկ այլ դիտանկյունից, տեսնել բաներ, որոնք շատ-շատերը չեն ուզում, որ հանրությունը տեսնի։ Այս ամեն ինչը եւս կարեւոր է, բայց իրավիճակը փոխելու ֆունկցիան բնականաբար քաղաքական դերակատարներինն է, քաղաքական ուժերինն է, որովհետեւ այդ փոփոխության արդյունքում իրենցից որևէ մեկը կամ մի քանիսն են ստանձնելու իշխանության պատասխանատվությունը։ Հետեւաբար ստանձնելով իրենք պետք է արդեն ինչ-որ գործողություններ կատարեն։ Ստայդեմ այստեղ այդ ֆունկցիաների խախտում պետք չէ, պետք է յուրաքանչյուրը կատարի իր ֆունկցիան հանրային օրգանիզմում։ Այդ պարագայում է, որ օրգանիզմը կենսունակ եւ դիմակայուն է։ Եվ իմ վերջին հարցը կարծում եմ անտեղի չի լինի հիշատակել, որ Եվրամիությունը, ինչպես հայտարարեց Եվրամիության լայնման հարցերով հանձնակատար Մարտակոսը, Հայաստանին տրամադրելու է 12 միլիոն եվրո կամ 15 միլիոն դոլար հիբրիդային հարձակումների եւ ռուսական ապատերեկատվության դեմ։ Ես դիտում էի հանրայինի լուրերի ռեպորտաժը, որտեղ նա ասում էր ըստ ռեպորտաժի, որ օտարերկրյա միջամտությունը պետք է կանխեն, այսպես մոտավորապես այսպիսի օտարերկրյա ֆինանսավորման միջոցով։ Սա աբսուրդ չէ, ըստ Դե աբսուրդ է, եթե մենք դիտարկում ենք այո ֆորմայի իմաստով, բայց ցավոք հասկանալի, եթե մենք դիտարկում ենք այդ աշխարհաքաղաքական պայքարի իմաստով։ Բնական է, իրենք այդ 15 միլիոնը տալիս են եվրոպական ազդեցության ընդլայնման համար եւ ոչ թե Հայաստանը ինչ որ հիբրիդային այլ ազդեցությունից պաշտպանելու համար։ Սա շատ կարեւոր է, ոչ մի աշխարհաքաղաքական կենտրոն երբևէ չի մտածելու Հայաստանը պաշտպանելու մասին։ Ոչ միայն Հայաստանը, որևէ այլ երկրի պաշտպանության մասին ոչ մի կենտրոն չի մտածում, եւ սա շատ նորմալ է։ Բոլորը մտածում են իրենց շահերի պաշտպանության մասին։ Դարձյալ գամ են մտքին, որ ամբողջ հարցը հետեւյալն է. մենք մեզանից ինչ ենք ներկայացնում, որ կարողանանք պաշտպանել մեր շահերը։ Նախ ձևակերպել մեր շահերը, հասկանալի ձևակերպել բոլորին, որպեսզի բոլորի համար պարզ լինի, որ մեր այոն է եւ մեր ոչը մեր ոչն է։ Այս դեպքում ես հավատացնում եմ, միջազգային ընկալումները Հայաստանի հանդեպ կլինեն միանգամայն adekvat, անկախ նրանից, թե մենք ում ենք այո կամ ոչ ասում։ Եվ նաև ձևավորել անհրաժեշտ որակները մեր այոն եւ ոչը պաշտպանելու կամ մեր այոին եւ ոչին, եթե այսպես ասեմ, տեր լինելու համար։ Այստեղ է խնդիրը, որտեղ մնացած բոլորը իհարկե մեկ լումա էլ եթե ծախսեն, եվրոպացիները ծախսելու են իրենց շահերի համար։ Շնորհակալ եմ հետաքրքրության համար։ Շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, մենք զրուցում ենք քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ։ Մնացեք խաղաղությամբ, կհանդիպենք։